տևական ժամանակ է, որ իշխանությունը փորձում է ընդդիմությանը վերագրել գործողություններ կամ մեղսագրել այնպիսի արարքների մեջ, որը բնորոշ է իշխանությանը։ Եվ դա անում են առանց վարանելու, առանց ամոթի զգացողություն ունենալու։ Իշխանությունը ինքը ոչ միայն գործադրել է ողջ վարչական ռեսուրսը, աննախադեպ ռեսուրսը, ֆինանսական, հանրությանը պատկանող ֆինանսական միջոցները ոչ միայն ընտրակաշառքի տեսքով տվել է ընտրողներին, նաև գործադրել է իր ամբողջ, այսպես կոչված ճակերտավոր լիազորությունները բռնության ենթարկելու քաղաքացիներին, մի մոռացեք, որ այս քարոզարշավի ընթացքում նաև մարդ է մահացել քրեակատարողական հիմնարկում, այս իշխանության ժամանակ։ Մի մոռացեք, որ այս իշխանությունը Հայաստանի երբևէ եղած ամենախայտառակ ընտրությունները անցկացած իշխանությունն է։ Հիմա իրենք բնական է բարձրաձայնում են, թե իբր ընտրակաշառքով են ընտրվել, ավելին Նիկոլ Փաշինյանը իր խառնակցության էությանը համապատասխան հիմա էլ հրահրում է քաղաքացիական բախումներ։ Քաղաքացիական բախումների անոնս է անում այս մարդը։ Եվ այս մարդը այսօր իրեն հռչակել է Հայաստանի գերագույն իշխանություն։ Ու ակնհայտ է, որ այս պայմաններում մեր փրկությունը իբրև ժողովուրդ, իբրև ազգ, իբրև պետություն այս իշխանություններից ձերբազատվելու մեջ է։ Նոր ընտրության անհրաժեշտություն տեսնում եք եւ ինչ ակնկալիք ունեք այն համանդրական դատարանից ներողություն, որի կազմը ձեզ համար լեգիտիմ չի եղել։ Այո, ավելին ասեմ, այն բոլոր խայտառակ արձանագրումները, որոնք որ կան, ներկայացնելով այս համանդրական դատարանին, մենք նենց չէ, որ երազում ենք կամ երազների մեջ ենք գտնվում, ակնհայտ է եւս մեկ անգամ կարող է փաստվել, որ այս համանդրական դատարանը ի վիճակի չէ իրականացնելու, իսկ եթե այնքան կամք ունենա, որ բացահայտ ճշմարտությունները արձանագրելով հանդերձ անվավեր ճանաչի ընտրությունները եւ իրականացնի մեկ այլ կարևոր առաքելություն, համանդրականությունը ապահովելու համար տա հնարավորություն արգելելու այս հակաժողովրդավարական, հակաիրավական, քաղաքական միավորին եւ նրա ղեկավարին հետագայում երկիրը կառավարելու հնարավորությունից, նշանակում է ժողովուրդը կկարողանա համախմբվելով կազմակերպել եւ կատարել նորմալ ընտրություն։ Ակնկալում եք, որ ՍԴ-ն պետք է թույլ չտա Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։ Ես երկու հնարավոր սցենարներ նկարագրեցի։ Որ սցենարն լինի, այսինքն եթե ՍԴ-ն ունենա կամք շարժվի սահմանադրությամբ, հաղթում է ժողովուրդը, հաղթում է պետությունը։ Եթե ՍԴ-ն չունենա այդ կամքը, հերթական անգամ վավերացնի հակապետական այս իշխանությունների գործողությունները, մենք եւս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ ամբողջությամբ եւ լիակատար կերպով Հայաստանի ուզուրպացիան տեղի ունեցել։ Նոր ընտրությունների պատրաստվում եք գնալ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ է նշանակում ում հետ։ Մենք գնում ենք, ինչպես տեսնում եք, Հայաստան դաշինքով։ Նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի հետ, որպես քաղաքական միավոր, Հայաստան դաշինքը պատրաստվում է գնալ նոր ընտրությունների։ Իբրև այսինքն իբրև մրցակից, հա? Իբրև մրցակից։ Չէ, ինքը իր կազմակերպածը մենք տեսանք ինչ է։ Այս կազմակերպվածության պայմաններում այլանդակություն, ես դրա համար եմ ասում, համանդրական դատարանի որոշմանը պետք է հետևի նաև կոնկրետ գործողություններ արդեն իրավապահ մարմինների կողմից ձերբակալելու եւ կալանավորելու քրեական պատասխանատվության կանչելու Նիկոլ Փաշինյանին եւ իր գլխավորած բոլոր այն ենթադրյալ հանցագործություններ կատարողներին, որոնց վերաբերյալ բազմաթիվ փաստեր հրապարակավ կան։ Իսկ համանդրական դատարանը ինչպես կարող է ձեր ասած ճանապարհը ապահովել։ Երկու մեխանիզմով կա գոյություն ունի համանդրական դատարանի մասին օրենք, որտեղ համանդրական դատարանը պետք է ներգրավի նաև իրավասու մարմիններին, այդ թվում նաև դատախազությանը, որպեսզի դատախազությունը ներկայացնեն փաստերը, որ ընդդիմադիրները, մենք բոլորս, հասարակական սեկտորը, պարզ քաղաքացիները դիմել են, ինչու չի ընդհանրավորվել։ Դատախազությունը կամ խախտել է սահմանադրությունը, կամ պետք է գործի սահմանադրությամբ եւ իրականացնել գործողությունները։
դուք նկատի ունեք ընթացքի տվել ինչին ռեսուրսի բոլոր այն հանցագործություններին, որոնք տեղի են ունեցել նախընտրական շրջանում, այսինքն երբ որ դեռ չէր հայտարարվել ընտրությունների մասին պաշտոնապես, ընտրությունները հայտարարելուց հետո, ընտրությունների օրը, հետընտրական այս շրջանում բոլոր այն գործողությունները, որոնք որ հստակ եւ աներկբա մատնանշում են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասին։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը հանդիպել են։ Ոչ։ Պատրաստվում են, քանի որ Չգիտեմ։ Դուք հիմա ինձ լսեք, դուք ինձ հարց եք տալիս մարդկանց ծրագրերից, մտքերից, հանդիպումներից։ Ձեր առաջնորդից։ Ձեր առաջնորդը չէ։ Իմ առաջնորդը ով է։ Քաղաքական ուժի առաջնորդն է։ Դաշինքի մասին է խոսքը։ Հայաստան դաշինքի մասին է Որը խոսքը։ մասնակցում եք։ Եթե այդպիսի բան լինի, հրապարակային հասարակական դաշինքը, այդ թվում նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհայտարարի, կասի, կամ կա մամուլի պատասխանատու։ Հիմա դուք եկել եք այնց բան եք, ոնց որ ես պետք է իմանամ, թե մարդիկ իրար հետ ինչ պայմանավորվածություններ ունեն, դուք էսի չեք։ Չէ, ուղղակի քաղաքական ուժի ներսում Քաղաքական ուժի ներսում քննարկումների համար ես ասեցի, որ ոչ, հիմա դուք շարունակում եք, ասում եք իսկ կհանդիպեն։ Պարոն Մինասյան, լավ, տեսլականն ասեմ ճշգրտի եւ դուք ինչպես եք կարծում, այս պահին ընդդիմությունը ունի ռեսուրս պայքարի գնալ նաեւ փողոցով։ Ես դժվարանում եմ դա ասել, որովհետեւ ես չեմ այն մարդը, որ դի գնահատի որքան կա փողոցով պայքարելու ռեսուրս։ Ես այն մարդկանց մեկն եմ, որ առաջին օրվանից սկսած եղել եմ փողոցում 20 թվականից սկսած եւ չեմ կարող մյուսների փոխարեն որոշումներ կայացնել կամ մեկնաբանել։ Բայց մի բան ակնհայտ է, որ նույնիսկ այս կեղծված ցուցանիշների պայմաններում 600,000-ից ավել մարդ կամք է գտել իր մեջ եւ մերժել է սրանց։ Դա նշանակում այստեղ է որ վիճարկելու հարց կա եւ երբ որ Սահմանադրական դատարանում ներկայացվի, դուք տեսնեք այն տասնյակ հազարավոր տվյալները, որտեղ ստորագրություն չկա ընտրողների ցուցակին, բայց հայտարարվել է, որ այդ տեղամասերում այդքան մարդիկ մասնակցել են ընտրություններին։ Պարոն Մինասյան, Հայաստանում ինչպես է ձևավորվելու իշխանություն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ընդդիմությանը ընտրած քաղաքացիների 70% ընտրակաշառք են վերցրել, այսինքն չի ճանաչում ձեզ որպես ընդդիմադիր ուժ, լեգիտիմ ուժ, իսկ ընդդիմությունն էլ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ճանապարհով ընտրված ղեկավար չէ եւ դիմում է Սահմանադրական դատարան։ Այդ դեպքում ինչպես է Հայաստանում իշխանություն ձևավորվելու։ Ոչ դուք եք իրենց ընդունում, ոչ իրենք են ձեզ ընդունում։ Միայն ժողովրդի որոշումը։ Ժողովուրդը ընտրություն է կատարել, որոշել։ Ժողովուրդը ընտրությունը չի կատարել։ Բայց մենք եթե ընտրություն կատարել, մենք կընդունեինք այդ արդյունքը։ Այսինքն դուք համարում եք ընտրություն այն սպառնալիքները, այն կեղծիքները, այն այլանդակությունները, որոնք տեղի են ունեցել եւ որի դիմաց գրված է 700, չգիտեմ քանի հազար, դուք համարում եք դա ընտրության արդյունք։ Դուք ինչ ակնկալիք ունեք այն Սահմանադրական դատարանից, որը լեգիտիմ չեք համարում։ Ես արդեն պատասխանել եմ։ Պարոն Մինասյան, ժողովուրդը պետք է ընկալի, դուք ինչ եք Ժողովուրդը ուզում։ շատ լավ է ընկալում։ Շատ լավ է ընկալում իմ տված գնահատականները։ Եթե այլ հավելյալ ինչ եք ուզում որ ասեմ։ Դե 5 տարի ժողովուրդը ոչինչ չի տեսել ընդդիմությունից։ Ով ասա, թե այ հիմա բացվեցիք դուք։ Իսկ ով ասես որ չի տեսել։ Դուք եք պայքարում մենակ։ Այդ ընդդիմությունը չկար պայքարող։ Դուք Հա, մենակ դուք եք պայքարում։ Պայքարող չկա։ Վերադարձնելու եք, Արցախը չվերադարձվեց։ Եթե ամեն ինչ նույնն Հետո, այսինքն դուք ասում եք, որ ընդդիմության ձեռքում էր Արցախի վերադարձը, ընդդիմությունը խոստանում որ կվերադարձնի։ Բա պայքարի նպատակը դա է եղել։ Հիմա եթե մենք չենք հաջողել այդ առումով, չի նշանակում չի պայքարել։ Իսկ հիմա ինչու եք վստահ որ կհաջողեք։ Որովհետև պայքարը շատ պարզ է հարցի պատասխանը։ Հակառակը մեռնել է նշանակում։ Այսինքն եթե դուք ասում եք, որ այդտեղ չեք հաջողեք, գնացեք մեռեք, էս է ձեր բանաձևը։ Բա ինչ անենք։ Չպայքարենք։ Ընկնենք Արցախի օրը։ Հա, Հայաստանն էլ դարձնեն Արցախ, ամայացած, հայազրկված։ Էս է։
ձեր ասածը կամ այն մարդկանց ասածը, ովքեր դժգոհում են ընդդիմության պայքարից։ Դժգոհելի փոխարեն ճիշտ ճանապարհ եք համարում։ ես ոչ մի բան հիմա չեմ կարող ասել, որովհետև մենք գտնվում ենք այս պայքարի այս փուլում։ Մենք համարում ենք, որ ընտրության արդյունքները մեր համար ընդունելի չեն, մերժելի են, որովհետև դրանք չեն համապատասխանում ոչ ժողովրդավարական, ոչ իրավական, ոչ քաղաքացիական որևէ չափանիշի։ Հիմա ինչ կլինի, լսեք, դիմումի մեջ դա է գրված, անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։ Ինչ եւ Գնալ նոր ընտրության թե լսեք, ընտրական օրենսգիրքը հարգելի լրագրողներ ջան, ընտրական օրենսգիրքն ասում է, եթե օրինակ Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու, ապա դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է վերաքվեարկության մասին որոշում կայացնել։ Հասկանում եք, երկրորդ տարբերակը, չնայած դա մեր դիմումը չէ, մենք ասում ենք անվավեր ճանաչել, իսկ ինչը նշանակում է նոր ընտրություններ։ Կա նաև դիմումներ, որոնք պահանջում են, օրինակ, որ այն 3 տեղամասերի արդյունքները վերաքվեարկություն կազմակերպել, վերաքվեարկություն չեն կարող պահանջել, որովհետև այդ հնարավորությունը չի տալիս։ Պարզապես վերահաշվարկ կատարել բանաձևում եւ երրորդ ընդդիմադիր ուժը մտնի խորհրդարան։ Կա նաև այլ մոտեցում, որ ասում է երկրորդ փուլ։ Մեր պահանջը շատ պարզ է, մենք ասում ենք այս ընտրության արդյունքները հարկավոր է զրոյացնել։ Այսքան բան։